Թուրքական շտապ օգնության մեքենան Երևանի փողոցներում։ Սոցիալական ցանցում այս մասին հրապարակված տեսանյութը հանգստյան օրերին ամենաքննարկվողներից էր։ Հենց հիմա նորքումա բերել էր հիվանդանոց, ուզում եմ հասկանամ ժողովուրդ ջան, մեր համար ընդունելի է, որ մեր երկրում այս մեքենան ֆռա, որ մեր երկիրը լրիվ թուրքացել արդեն, այդ եմ ուզում հասկանում։ Ավելի ուշ պարզ դարձավ Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկից Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բժիշկները արգելել են ինքնաթիռով տեղափոխել, բժշկական ցուցումներից, հակացումներից դրդված, միակ ճանապարհը եղել է ցամաքային տարբերակը։ Ֆրանսիայում շուրջ 1 ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո 42-ամյա տղամարդը արհեստական շնչառության սարք միացրած ու բժիշկների հսկողությամբ Երևան է հասցվել միջազգային Կարմիր մահիկի ռեանիմոբիլով։ Հիվանդի հարազատները ցանկացել են, որ հիվանդը տեղափոխվի այստեղ եւ լինի իրենց կողքին։ Այս պահին ըստ էության բուժօգնություն ցույց տալու մեծ հաշվով որևիցե բան չկա, ընդամենը հիվանդը խնամքի կարիք ունի եւ կարծում առաջիկայում կառաջարկենք հարազատներին տեղափոխել որևէ խնամքի կենտրոն։ Իսկ թե ինչու տեղափոխումը չի եղել ֆրանսիական շտապ օգնության մեքենայով, Զեյնալյանն ասում է, ընտրվել է ամենամատչելի տարբերակը։ Օգտվելով առիթից առաջարկում եմ այն մարդկանց, ովքեր որ շարժումներ են անում եւ փորձում են ընդཐུպ մինչեւ հեգնել այս իրավիճակը, իրենց դնել այդ պացիենտի հարազատների տեղ։ Ընդհանրապես սա կառաջարկեմ իրենց։ Ֆրանսիայից քաղաքացու տեղափոխումը կազմակերպվել է Ազգային ժողովի падգամավոր Ռուստամ Բաքոյանի աջակցությամբ։ Իմ երիտասարդ ազգակիցը, ով Ֆրանսիայում էր գտնվում եւ առողջական խնդիրներ ուներ, գտնվում էր կոմայի մեջ եւ հիմա էլ շարունակում է գտնվել կոմայի մեջ, իր եղբայրը, իր ընտանիքի անդամները դիմել են ինձ խնդրել, որպեսզի կարողանանք իմ ազգակցին տեղափոխել Հայաստան։ Կատարվածի վերաբերյալ հանրային սուր արձագանքը падգամավորը դիտարկում է Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի համատեքստում։ Եվ ցավոք հենց այս թեման նաև քաղաքականացրեցին եւ հենց այս տեսանկյունից ներկայացրեցին եւ օգտագործեցին։ Բաքոյանը նկատում է հայկական պետհամարանիշներով տասնյակ մեքենաներ են հատում թուրքական սահմանը։ 100 հազարավոր հայեր լինում են Թուրքիայում։ Թուրքական բեռնատարներ են տասնամյակներ շարունակ Հայաստան բեռներ տեղափոխում։ Եվ ինչ խնդիր կա, եթե թուրքական շտապ օգնության մեքենան Հայաստանի Հանրապետության քաղաքացու տեղափոխում է Հայաստան։ Եթե այդ խնդիրը որևէ մեկը բացատրի, կհասկանամ, բայց ես շարունակում եմ պնդել, որ այս թեման պարզապես այն շրջանակները, որոնք շահագրգիռ են եւ հիբրիդային պատերազմ են մղում մեր երկրի դեմ, սա հենց այդ համատեքստում հիանալի կերպով փորձեցին օգտագործել։ Այդուհանդերձ վստահ է, առողջ մտածողները մեծամասնություն են կազմում եւ թույլ չտվեցին, որ թեման այլ տեսանկյունից զարգանա։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։